Ողջույն, հուսամ լավ եք, լավ երկուշաբթի եմ մեկնարկել։ Ես ժամուկես առաջ եմ վերադարձել Վրաստանից, շաբաթ-կիրակի օրերին Վրաստանում էի, այնքան բան եմ կուտակել պատմելու, այնքան բան եմ ֆիքսել, նշումներ անելով, ընդհանրապես գրող մարդու համար գրողը տանի ամեն ինչ որ մի ճանապարհորդություն լինի, գործուղում լինի, բան, պետք է անպայման նշումներ անես, պատմելու բազմաթիվ բաներ կան, մաստիկը դարձեք քննարկումների, գիտեք, ուղիղ եթերում աշխատելիս կարող եմ նաև ձեր մեկնաբանությունները ընթերցել, եթե Facebook-ով եք դիտում, խնդրեմ նաև կարող եք share անել եւ տարածել ձեր ընկերները, ծանոթները եւս կարող են տեսնել։ Եթե լսում եք մեքենաների մեջ FM-ով, կարող եք զանգահարել տաղավար 74747 73444 մեր անդավաճան անփոփոխ հեռախոսահամարը, նախասեմելի գաղտնալսումներ բաներ ա եղել, բռնել են ինչ-որ հայտնի անձնավորության, հրապարակել են պատկան մարմինները աուդիո ձայնագրությունը, էլի մարդկանց են տանում միտինգի, էլի փող են բաժանել, բան, առանձնացրել եմ, դա կլսենք անպայման, բայց եկեք մի քիչ լավ նոտայից սկսենք տպավորություններով Վրաստանի հետ կապված։ Վրաստան նախ Թբիլիսիում ինչ մեղքս թաքցնեմ, չի եղել նորմալ, այսինքն որ գոնե մի երկու օր զբոսնեմ, քայլեմ, տեսնեմ չէր եղել։ Պատումի ինք շատ եղել, էլի գործերով եւ այլն, բայց Թբիլիսիում չի եղել եւ Թբիլիսին պատահական քաղաք չի հայերի համար, ասենք որ Թբիլիսիում նախ հսկայական հայկական թաղամաս կա, իր դարավոր պատմամշակութային կոթողներով, եկեղեցիներով, մենակ ասես Վերնատուն արդեն բավական է, թե ասես էլ ինչ գործիչներ են եղել, քանի հայ քաղաքապետ է ունեցել Թիֆլիսը այն ժամանակվա, ինչ մտավորականներ, ինչ հոգևորականներ, ինչ մի խոսքով, ինչ էլ ասեմ հիմա քիչ է, դրա համար Թբիլիսին կամ Թիֆլիսը ժամանակին իրոք հայաբույժ քաղաք էր, թեպետ հիմա էլ բավականին այսպես պատկառելի ձևով հայկական ներկայացված է եւ դրա համար ես շատ ուրախ եմ եւ հպարտ եմ, շատ հայերի տեսա, բայց հաճախ նայեք համեմատականներ են ինձ համար շատ սուբյեկտիվ կարծիք է, բայց ես համեմատում եմ Երևանը եւ Թբիլիսին, միակ առավելությունը ըստ իս որ Թբիլիսին ունի Երևանի նկատմամբ, միակ առավելությունը դա որ իրեն կարողացել են իրենց հին կոլորիտը պահպանել գոնե քաղաքի այդ հատվածում, այսինքն այդ հին Թիֆլիսը նեղլիկ փողոցներով, ամրոցներով, լինի դա հրեական սինագոգ, լինի դա քրիստոնյա տաճար, լինի դա մահմեդական մզկիթ, իրանք պահպանել են, պահում են եւ ասում են ժողովուրդ ջան, էսա մենք սրա լծի տակել ենք եղել, սրա լծի տակել ենք եղել, սրա լծի տակել ենք եղել, բայց հիմա ազատ ենք եւ անկախ ենք, էսենք ենք, այսինքն այս շատ կարեւոր է, որ իրանք պահպանել են։ Հինգ շենքերը, հին այդ պատշգամբները, գալարվող փողոցները, որոնք միահյուսվում են իրար, դու կարծես լսում ես հին թիֆլիսցիների զրույցները, բան, այդ անկասկած, որ մեզ չի հաջողվել եւ մենք կորցրել ենք պատմական այդ անցյալը, մի երկու տխրահարճակ կոնդի մասին բաներ են պատմում, կվերականգնենք, այս կանենք, եկեք իրատես լինենք եւ ասենք, որ մենք կորցրել ենք պատմական հին Երևանի դեմքը եւ ինչ էլ հիմա անենք, դա կլինի ուղղակի հին ոճով ինչ որ մի նոր բան կառուցել, ինչը նույնը չէ։ Մնացած առումով ինձ թող ներեն մեր վիրահայ եղբայրներն ու քույրերը կամ հենց նույն վրացիք, իմ կարծիքով Երևանը առաջ է այդ հարցով։ Ռեստորան, խոհանոց, սպասարկում, երիտասարդություն, ես հաճախ քննադատում եմ, ասում եմ, էսենց այն անշնորհք բաներ են անում, ինչ անշնորհք ենք մենք, կներեք իհարկե, հազար ներողություն, բայց մեր անշնորհքությունը այն ամենի ինչ որ ես տեսա այնտեղ, հիմա կասեք դա զբոսաշրջիկներն են գուցե, բան, մեծ ու մանուկ կանայք օրիորդները, կանայք որն է, օրիորդները իրենց հագ ու կապով, բարեկամներ, չէ, մեր մոտ դեռ այդ բարոյական տարերը կան եւ ես դրա համար շատ ուրախ եմ, այո, իրանք շատ ավելի անգլերեն խոսող են, ավելի
եվրոպական ինչ-որ մտքեր ունեն երիտասարդների մասին խոսքը, ընկերներ, բայց չէ, մերոնք շատ ավելի կոռեկտ են։ Այդ իրանց բոլոր լկտիության բանով այդ ամեն ինչով հանդերձ, բայց չեմ համեմատի հաստատ, այնպես որ մերոնց հաստատ ծափեր, միակ բանը նաև որ ակնհայտ նկատեցի, սա էլի շատ սուբյեկտիվ բան եմ ասում, իմ կարծիքով այնտեղ ավակ սերունդն է ավելի կրթված, քան այստեղ, որովհետև մի դրվագ պատմեմ, էլի են բարոյախրատական վիճակս էր միացրած, եթերում եմ աշխատում, գնացել էինք ռեպորտաժ նկարելու Նոր Հայաստան TV-ով, ովքեր բաց են թողել, ART-ով կարող եք դիտել, update լրատվականից մի հատված, Վրաստան-Հայաստան քաղաքական դեպի նկարահանումներին էինք, կանգնած եմ հենց անկախության հրապարակում իրանց, այդ Սուրբ Գեորգի արձանն է ոսկեզոծ, հետո այդ շինությունն է, դրոշակն է պետական ծածանվում եւ այլն, եւ ներքևից գետնանցումից տեսնում եմ պատկառելի տարիքով վստահորեն 80 անց մի կին է բարձրանում, ես եթերում եմ այսքան ստոպ ենք տալի կամերան, որտեղ մարդ չկարողնելու ձեռքն է տոպրակ կար, մոտենում եմ, բան ասում, «Вам помочь?» 80 անց կինը կամ «Do you need help?» Աստված իմ, «Do you need help?» Բարի վրա, նախադասության վրա, այս 80 անցքինը այնպիսի անգլերենով է խոսում, անգամ զարմացանք, որովհետև դե հետ խորհրդային երկիր, 80 անցքին, չէ, ավելի հավանական էր, որ նա կտիրապետի ռուսերենի, բայց ոչ, այ, ճիշտ է, մի քիչ վատ բաներ պատմեց, մի քիչ դժբախտություն ա եղել եւ այլն, ասում եմ մենակ եմ մնացել եւ այլն, հարազատներս թույլ չեն տալիս, որ դուրս գամ խանութ գնամ, բան, բայց ասում ա, ես չեմ կարող նստել տանը, ինձ էլ հասկացեք, բան, բայց ինչ արտաքինով, ինչ make-up բառը, չգիտեմ, տեղին է, այստեղ ճիշտ է օգտագործել, թե ոչ, շատ հաճելի օգնեցինք մի խոսքով։ Գետնանցումը բարձրացավ, ու մտածում եմ, ասում եմ, մեզ մոտ, չեմ ասում 80 անց, 50 անց, 60 անց, քանի տոկոսը կամ քանի մարդու կհանդիպես, ով որ սահուն կտիրապետի անգլերենի։ No, էլի, սա չեմ ասում առավելություն է կամ բաց թողում է, բայց զուտ իրավիճակը ավելի հաճելի էր, էլ ինչ առավելություններ եւ համեմատականները, երկու երկրների համեմատականները, այսօր մեր ողջ ռեպորտաժում դրա մասն եմ խոսել, թե ինչպես մի երկիր վստահ քայլերով գնում է դեպի Եվրոպա, գիտեք, վիզաների ազատականացման, այդ առումով էլի առաջընթաց էին ապրում, անկասկած նախանձը լավ բան չի, բայց նախանձում էինք։ Մեկը ես նայելով շրջապատից, բան ասում էի, իրոք էլի էս ծանոթ, բարեկամ, շենքի մարդիկ, գործի տեղ, մյուսը, ինչի պիտի վրացիները, այս մանչելի տոմսերը կա, տոմսը գնեն, կարողանան մեկնել Եվրոպա, մենք իհարկե մանչելի տոմսեր կան, բայց վիզաներ, քաշքշուկ, սպասումներ, մերժումներ եւ այլն մնացած։ Ինչու է այդպես։ Բայց տեսեք ինչ եղավ։ Ընտրության արդյունքում էլի թվում էր թե այդ տոտալիտար ռուսական գաղափարախոսությունից կարծես թե ազատվում էր, էլի գնացին այնտեղ, վիզաների ազատականացումը չեղարկվեց, եվրոպական ինտեգրման գործընթացներն են կասեցվում, տեխնացուի կարգավիճակ ուներ Վրաստանը, եւ դա իհարկե իր հերթին Հայաստանի համար էլ էր կանաչ լույս բացում, բնականաբար։ Բայց գիտեք, հիմա այնտեղ ինչա կատարվում, էլի հայտնի ռուս օլիգարխի տեխնացությունը եղավ, կուսակցությունը ավելի ճիշտ հաղթեց, Բիձինա Իվանիշվիլին, վրացական երազանքը եւ հիմա կուլիսներից ղեկավարում են այդ երկիրը, որը էլի ռուսական մի շարք օրենքներ ընդունեց, ջարդելով, այսօր կադրերն ենք նայում, ջարդելով, փշրելով ինոագենտի օրենքը անցկացրեցին։ Այդ ընդհանրապես ոչ միայն բարոյական բան չէ, դա ջախջախում է առողջ մտածելակերպը, ովքեր լոսում են ապրում, չեն պատկերացնում այդ ինոագենտ ասածը ինչ է, ընկերներ, պատկերացրեք, ես մյուս ձեր ցանկացած ում գիտեք հեռուստահաղորդավար, եթե հանկարծ ինքը չի ասում պետական կարծիքը, այն ինչ որ պետությունն է թելադրում, պետությունը արտգործնախարարության մակարդակով այդ մարդուն պաշտոնապես տալիս է
օտարերկրյա գործակալ պիտակը եւ դու պարտավոր ես քո բոլոր հաղորդումներում, քո բոլոր անդրադարձների մեջ, լինի դա Facebook, լինի դա YouTube, լինի դա հեռուստատեսություն թե ռադիո, անպայման 30 վայրկյան քո հաղորդումից առաջ մեծ տարերով որ իրան գրել են, գրես որ այս թողարկումը պատրաստվել է Պողոս Պողոսյանի կողմից, ով որ հանդիսանում է արտասահմանյան գործակալ պիտակը, պիտի ցույց տաս title-ը, հա, այդ բանի ցույց տաս, ու հետո մնացած ինչ ուզում ես ասա։ Այդ ամենից այդ ամենի հետ մեկտեղ, բացի որ քեզ նսեմացնում է, դու զրկվում ես ընտրելու իրավունքից, դու զրկվում ես պետական որևէ ծրագրին մասնակցել, այսինքն դու դառնում ես երկրորդական, այդ նացիստական Գերմանիայում էին տենց բանանում, դեղին գույնի աստղ կպցնելով հрьяաների կրծքին, որ տարանջատեն, օ, էսի գերմանացի է, Gruppenführer գեներալն, Gastrarbeiter, այն մյուսը երկրորդական, երրորդական մարդ է, որ ինչ ասում, բանա ու դատարանում խոսքը չի անցնում, դատի չես կարա տաս, էս ինչը։ Կներեք, մենք երրորդ ռեյխում ենք ապրում, թե իբր ազատ եւ անկախ տարածաշրջանում։ Հասկանում եմ, սա վրացիների մասն է, խոսքը սա ռուսների մասն է, խոսքը Մոլդովայում էին ուզում անել այդ բաները չեղավ, հիմա ամբողջ ֆոկուսը տեղակայված է այս փոքրիկ երկրի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության, որտեղ փորձում են նման գործելավոճ նաև ծավալել, որովհետև վստահ եմ, եթե պրորուսական ուժեր կան, ուժեր, որոնց մասին անձամբ Պուտինը խոսում է եթերում, ամբողջ այսպես կոչված համայնքը, համայնք չէ, ոնց ասում, միությունը, հայերի միությունը, որը շատ փոքր շերտ է, հայերը 100,000-ներով են միլիոնից, 2 միլիոնից ավել հայ ապրում Ռուսաստանում, ես բոլորին չեմ ընդհանրացնում Քավլիցի սերս, հարգանքս, խոնարհումս մեր լավ հայերին, այն հայերին, ովքեր այո, ճակատագիրը իմ ընտանիքներ ընկերներ, գիտեք, տասնամյակներով մենք Ռուսաստանում ենք ապրել, ես Ռուսաստան եմ ծնվել, մեծացել, մեր ընտանիքի Իվաննա, ոչ ոք հայը այնպիսի ազգ է, այնպիսի տեսակ է, որ երբեք չգիտես ճակատագիրը ոնց կլինի, էլի այսօր ստեղ ես, վաղ ուրիշ տեղ ես, դու մեկ ընդեից է բան, մեկ հոп ընդե գնացինք ուրիշ տեղ, այդ դարերով է եղել, ոչ մենք առաջինն ենք, ոչ վերջինն ենք, ցավոք սրտի։ Դրա համար ես չեմ ընդհանրացնում ճակատագիրը որ հային որտեղ է ուղեկցել, ուր է տարել, բայց պետության նկատմամբ ոչիր չիրականացնեք հայեր, լինեք լոսում, լինեք Պորտուգալիայում, լինեք Ռուսաստանում, ունեցեք ձեր սերը, ունեցեք ձեր համակրանքը, ունեցեք ձեր քաղաքական ֆավորիտները, Քավլիցի, ազատություն գոչեցի, ազատությունից կարևոր բան չկա այս աշխարհում, եղեք ազատ, բայց պետության դեմ ոչիր չիրականացնեք, տեսեք ինչ բանակ է աշխատում, տեսեք ինչ ֆրոնտ է աշխատում, այս Facebook-յան գրողները, այս համերգների բանեն, Իվետայից ինչ էիք ուզում, ադրբեջանական գերբադերը ճակատին երգում է, դուք հասկանում եք ինչ ուժեր են աշխատում, ինչ, այս բան չեմ էլի, սատանայական, չգիտեմ, այս բաներ չեմ ուզում ասեմ, բայց չար բաներ է կատարվում, հասկանում ես, մեր շուրջը, որին չենք կարող դիմակայել այդ ծավալներով, այսինքն միայն այն փաստը որ ամբողջ Facebook-ը, ամբողջ YouTube-ը, բաները, այդ լրագրող կոչվածները, այդ այլանդակության մարմնացուները ուղակի էլի, որովհետև լրագրությունը ինքը առաքինի բան է, դա մարդկանց հասարակության աչքերը բացելու բան է, բայց այն ինչ որ կատարվում է մեր իրականության մեջ, դա ոչ եթերային բառերի կույտ է մի հատ, որ չեմ կարող ասեմ եթերում, ես գրում եմ այդ բառը մեկ-մեկ հոդվածներից մեջ, բայց եթերում չեմ բարձրաձայնում, դուք տեսեք այդ ծավալի աշխատանքը, որ կատարվում է, այսինքն ի՞նչն է, այսինքն կռիվ է հայտարարած, չէ՞, որովհետև այդ բաները, որ գրում են Photoshop են անում ցույց են տալի, դա նշանակում է բանակ է աշխատում, ինչ որ մի հատ պայմանական լաուրցյան չի մենակ։ Դրա համար իշխանությունը վստահ է իր հաղթանակում։ Այդ հասկանում եմ, ես դա զգում եմ, ես դա տեսնում եմ եւ այլն բան, բայց էլի հորդորս, կոչս, жадность фраера сгубила։ Այդ ագահությունը, այդ որ դուք ագահություն չի մի քիչ բան է, գոռոզություն է դա մեղք է։ Դուք հավատացյալ եք, չի ասում ենք մենք հավատում ենք բան, օքեյ։ Մի գոռոզանա, մի վստահ եղի երբեք, որովհետև հայտնի մի հատ գործ կար, չէ՞, այդ հիմա ամբողջությամբ չեմ ցիտի, ասում է օձիքիս
ասեղներ էի դնում, երբ որ հանկարծ այս հետևի մասը, որ գլուխս հանկարծ բարձրացնեի, ծակում էր, որ հիշեմ, որ չէ, մի րոպե, ամեն ինչն են հիմա մերոնք, հայկական հայ իշխանությունը, էլի Հայաստանյան իշխանությունը այդպիսի մի բան ունի։ Հասկանում եմ, այդ գուցե աստղային հիվանդություն է, ես չգիտեմ, բայց այս համատարած որ նկարվենք հազարներով գան, վայ թուշըտ պաչեմ զորգիշ է ռուս զբոսաշրջիկներն են գալիս, ոյ վտակոյ, этот վտակոյ, տակոյ, սյակոյ, գրկենք, նկարվենք եւ այլն բան, օքեյ, դա գուցե չափանիշ է, որ այ չէ, կարծես թե ժողովուրդը իմ կողմից հասկանում եմ։ Առաջի անգամ ասֆալտապատել է գնաց ինչ որ գյուղ Չին էր կոչվում, հա, Չին էր, Չունգա, մի խոսքով այդ գյուղը ասֆալտապատել են, կյանքում ասֆալտ չեն տեսել, շատ հասկանալի է, ապրեք, շատ լավ է, բայց զարկերակին տղեկ ձեռներդ, սա չար ու բարու կռիվ է, սա հսկայական կայսրության ճակատամարտ է լրատվական հայտարարած։ Դու Կիսիլյովի հաղորդումը տեսա, Կիրակի օրը Կիսիլյովը Վլադիմիր, ինչ Կիսիլյով էր։ Վլադիմիր Կիսիլյով։ ՎԳՏՐԿ-ի նախագահը, այսինքն իրանց գլխավոր ռոպագանդայի աստվածը ինչ հաղորդում էր պատրաստել պետության, հայկական պետության ատելության խարան էր էդի մի հատ, ինչ որ դարբնոց էր էդի։ Այսինքն իմ կարծիքով այն ամենաթեժ ատելության ժամանակ Ալիևենք կարող էին գնալ ընդ մաստեր կլաս սովորել, թե ոնց ատել հայիտ, ասենք, այդ աստիճան թույներ ու դրանց ռեպորտաժի հերոսները բա։ Այդ հայկական ազգանունով չհայերն էին, հասկանում ես։ Նա դրեք նայեք, YouTube-ում մանեկա, YouTube-ում չկա, որտեվ այդ երկիրը YouTube էլ չունեն, իրանք իրանցն են բացել, կոչվում է Smotrим։ Մտեք Smotrим, չնայած այդ վտանգավոր հարթակ էլ է, գիտե՞ չէ, IP գողանում են, ինչ ասես անում են, դա գրանցում է ուզում, բայց այնտեղ դրած է։ Մի հատ հələ մտեք, տեսեք, ժողովուրդ ջան, ինչ է հայտարարած մեր պետության դեմ։ Այս խեղճ կրակ երկիրը, որ Մոսկվայի կեսն է երևի, էլի, բան չկա, այնա։ Ես ասում եմ, ժամուկես առաջ եմ եկել Հայաստան, առավոտը դուրս ենք եկել մանգալով բանով մինչև աշխատանքի հասնելը բանը մի խոսքով Թիֆլիսից եկանք հասանք ման նայում ես դատարկ է այս երկիրը դատարկ այդ մանավանդ Արագածոտնի մարզը այդ որ սպիտակի ոլորանները բանը բարձրանում ես որ գրում է Ջամշլու գյուղ չէ եզդիների գյուղ է Ջամշլու ու մի հատ գյուղ է 5 հատ տուն է մի հատ էլ ընդեղ էլի ասորական է, եզդիական է, էլի գյուղը ու մինչև Աբարան մի հատ նայեք, աչ նայում ես դաշտեր, ձախ նայում ես դաշտեր, դատարկ։ Դրա համար ես վստահ եմ, որ այդ չափանիշը դրանում չի, բայց այս փոքր երկիրը իրոք ամեն մի հայի ուշադրության կարիք ունի ու երբ որ նայում եմ մեդիա դաշտում այդպիսի տերորը տեղի ունեն, ասում լավ, ինչ կարամ անեմ ես իմ ռադիոյով, իմ հարգելի ռադիոլսողները, բոլորն էլ գիտեն դրա մասին, բայց ինչ անել, ինչպես հակազդել, ինչպես պայքարել այս ամբարտավանության, այս այլանդակության դեմ, ինչ լուծումներ առաջարկել։ Արգելել ալիքները, արգելել են։ YouTube, ինտերնետ, TikTok-ներ, մնացածները ու առանց ամաչելու որոշ հայեր գցում են Facebook այդ հատվածները, այդ հայատյացության, տարածում են, տղեկ մի արեք տենց բան։ Լավ բան տարածեք, ոչ թե պաթոս, այդ պաթոսը քանդեց մեր տունը, լավ բաներ տարածեք, լավ հայի մասին բան տարածեք, որ ինչ ներդրում են ունեցել, ինչեր են արել, ոնց են արել, բայց էլի կայսրության դեմ պայքարելը չգիտեմ, լավ փորձ կա արդյոք, ինչ փորձ կարող եմ բերել, ընդհանրապես կայսրությունները, որոնք մետրոպոլիան, որը թալանել է, կեղեքել է, ստրկացրել է, սպանել է գաղութին, որպես կանոն, չի լինում նորմալ հարաբերություններ պահպանել։ Տարբեր
երկրների օրինակ կարան բերել, ասենք Օսմանյան կայսրությունը, ինքը ոնց կարա ունենա նորմալ հարաբերություններ, դե parza մեզ չեմ ասում, դե parza ինչի չի կարա ունենա, բայց տեսնում եք Հունաստանի հետ վատ հարաբերություններ։ Կիպրոսի հարց կա մեջտեղը, հույները 3 դար եղել են օսմանցիների տակ, բուլղարների հետ ոնց կարա լավ հարաբերություն, մշտապես այդ արունահեղություն, անկախության ձգտումներ, ջարդեր, էլի հայերին չեմ ասում, parza, մենք լրիվ մի հատ ուրիշ պատմություն է։ Կամ անգլիացիները, մետրոպոլիան, ում հետ է լավ։ Կանադայի հետ է լավ, Ավստրալիայի հետ է լավ, Նոր Զելանդիայի հետ է լավ, իր, բայց ասենք Հնդկաստանի հետ լավ չի, որովհետև ջարդը սպանեք եղեք էլ այդ ժողովրդին, բայց էլ իր գաղութն էր, բայց կանադացիների հետ լավ է, ինչի, որովհետև բնիկները չկան, իրանց ժողովուրդները այդ բանա կոչում, սադրուժstvo, թագը ընդունում են Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում ընդունում են թագը, եւ էլի շատ ընդ երկրներ կան, որ բրիտանական թագը ընդունում են որպես միապետություն։ Ռուսաստանի պարագայում ամբողջ Լատվիանա, Լիտվանա, Էստոնիանա, Մոլդովանա, Վրաստանը մինչև էս Իվանիշվիլու խաղերը, մենք կենտրոնական Ասիան մի քիչ հանդուրժում այդ ամեն ինչը, որովհետև կներեք էլի, ես ռասիստական չեմ ուզում հնչեմ եթերում, բայց դե ռուսի շնորհիվ կանանց ծախում էին մորթու, դե պատմական փաստ է, միջինասիական ժողովուրդները, մինչև խորհրդային միությունը, մինչև այդ բանը, այդ Բուխարա մի հատ նայեք ինչ էր։ Ասում են քանի ուխտա կնիկդ 100 տարի առաջ, երբ որ մեզ մոտ հազարամյա քաղաքակրթություն է եղել։ Դրա համար կապ ունի այդ ներքին, մենք 1000 տարի, 2000 տարի առաջ Տիգրան Մեծը նույն էս հարցնա նստած էր թագավորը, արքայից արքան, մտածում էր։ Արևելք, Եվրոպա, Հռոմի հետ ոդկցեմ, թե Պարսիկի հետ ոդկցեմ։ Նույն բանը հիմա է։ Մտածում է։ Մա կասի, համեմատես բանի հետ։ Տիգրան Մեծի հետ։ Այսինքն վտանգավոր բան է էս։ Անգրագետ լրագրող մի անգամ, այս մասը կտրի, ասի համեմատելա։ Երևույթն եմ համեմատում, որ հայ ժողովուրդը կրկին ընտրության առաջ է, գնա արևմուտք, թե արևելք։ Ստանների հետ նստի ելնի, Ռուսաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Պարսկաստան, թե ստաններից մի քիչ հետ կանգնի։ Ֆրանսիա, Իտալիա, չգիտեմ, Մոլդովա, ովքեր դուրս եկան ստաններից բրցան, դա Էստոնիան ստան չունի, կարողացավ բրցնի, Լիտվա ստան չունի, կարողացավ բրցնի, Լատվիան, Մոլդովան, հետարքիր է այդ ամեն ինչը։ Լավ, էս ոչ գիտական հենքով էս ամեն ինչը։ Հիմա բարի երեկո Սուրգութից ասում է Լիլիք Սորոպյանը։ Բարև ձեզ, ջերմ բարևներ մեր ողջ Սուրգութա հայությանը, եթե կարելի էսպես ասել։ Ես Թիֆլիսում, ուրեմն հայկական թաղամասում էի վարձե հյուրանոցը, ունեինք շատ սիրուն պատշգամբ ու նայում էի դեպի այդ բարձրունքը, հայկական եկեղեցիներ հենց պատուհանից դիմաց, եթե սուտ չասեմ, ոնց ձգվեի, կարող է ձեռքով կպտնել եկեղեցուն, այդպես մոտիկ, շատ մոտիկ, եւ այդ բարձրունքն է, Աստված իմ, գիշերը լուսավորվում է, նստեմ մտածում եմ։ Արմատ ասում եմ, ստեղով անցել է Թումանյանը։ Թումանյանը ստեղով այս բուլժնիկների վրայով ձիով էր, էշով էր, ոտով էր, կապ չունի։ Ստեղով Թումանյանն է անցել։ Դու հասկանում ես, Ռաֆայել, ասում եմ, ստեղով Կոմիտասն է անցել։ Ստեղ հավաքվել են Իսահակյանն է եկե, տեղ Զորավար Անդրանիկն է եկե, այսինքն այն մարդիկ, ում ոնցով ես, դուք, հարգելի ռադիոլսողներ, հպարտացել եք եւ կազմում է մեր ազգի սերուցքը, ումով մենք բոլորս հպարտանում ենք, դժվար է գտնել մարդ, ով ասի, չէ, ես Թումանյանով չեմ հպարտանում, կարող է շիզոֆրենիկա չի հպարտան, բայց պաթոս չէր, էլի պաթոս չէր։ Ու քայլել են ստեղով, բարձացել են տուն, այ մարդ ստեղ մտել է այս եկեղեցին են կպե,
այդ փողոցները կա, այդ ջրվեժ, այդ ճիշտ այդ գնում ենք դեպի արդեն այդ բանը, պարսկական, մահմեդական հատվածը, բայց այս քաղաքում մեր մեծերը, ասենք Ներսիսյան դպրոցը բանը Ռաֆինայիկ է գնացել, լուրջ մարդիկ, թաղապետեր ենք ունեցել, քաղաքապետեր ենք ունեցել, Աստված իմ, այդ շատ կարևոր է, որ դու հասկանում ես, դու կարող ես դիպչել, դու կարող ես գնալ, մի հատ տուն թանգարան չի, դա փողոց է, դա քաղաքական, դա օդ է, հոտ է, այդ հոտը շատ կարևոր բան է, հնության, որ ասում են, չէ՞, ամենաշատ տպավորող բանը, մեզ թվում է թե այն ինչ որ մենք տեսել ենք, գիտնականները ապացուցել են, ամենահիշվող բանը դա բույրն է, բույրը, եթե աչքերդ փակես, ասենք օծանելիք լինի, թուղթ լինի, գիրք լինի, եւ այլն, դու բույրով շատ ավելի շուտ ես բացահայտում, քան ինչ որ visualization-ը քո։ Մեր մոտ Հայաստան գրողը տանի չկա այդ բանը։ Դա շատ կարևոր է այդ nation creation-ը, որ ասում են ազգի կերտումը, որպես ազգ, որ բան դու հասկանաս, այդ մենք ինչ որ մատյան, մագաղատ բան, այդպիսի բաներով կարող ենք շղթայել։ Բայց քաղաքի մեջ քայլելով որտե քայլել, հյուսիսային պողոտայում քայլ, օքեյ, սիրունա բանա, օքեյ, հա, սարքեցին, կեսին ջարդելով, փշրելով, կրաններով, կառուկտերով ջարդեցին, փշրեցին, լարեցին, սարքեցին, օքեյ, շենքեր, օքեյ։ Որտե այդ հնության բանը չկա, որ ասում, այստեղ սային արե, այստեղ սայա գրվե, այստեղ ախր նարեկը այստեղ է գրվել, չկա, որտեղ է, չկա։ Այ դա ինձ որպես հայ մարդու մտավոր գործունեություն ծավալող անձնավորության մի քիչ նեղ սրտեցի կարճ ասած, որովհետև բազմիցս եթերում ասել եմ, էլի մենք պիտի կարողանանք դպրոցական նստարանից մեր երեխեքին, մեր մատաղ սերնդին այդ ժառանգությունը փոխանցենք պետության ու պետականության, ոչ թե ցավի, այլ այդ պետության նկատմամբ վերաբերմունքը կարողանանք իմ համեստ կարծիքով երեխաները օրինակ Սարդարապատի գաղափարը պիտի ավելի լավ կերտած ու սերտած լինեին, քան ցեղասպանության։ Երբ որ հիմա մայիսի 28-ն է գալի, ամենայն հարգանքով մեր ցեղասպանության նահատակի հիշատակներին հանկարծ բախտները չփորձեք ասեք, որ Ռաֆայելը հանկարծ ասում է ստորադասենք ցեղասպանության օրը։ Ովքեր հանկարծ կեղտոտ լրագրողներ, ձեզ է խոսքս վերավ, հանկարծ խոսքս չաղավաղեք։ Բայց նույն ձևով մենք պիտի Սարդարապատը գնանք։ Նույն ձևով մենք պիտի կարողանանք պետության ծնունդը ապահոված մարդկանց համար այդ ուժը փոխանցենք հարգանքի տուրքը։ Այդ շատ կարևոր է։ Բաքու եք խոսում, չէ՞, ասա Բաքու Հերնեմանից է։ Բաքու պետական այցով Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը կապ չունի։ Բաքու, որ գնում են պետական այցով որևէ ղեկավար, ինքը տանում այդ իր շահիդա, մահիդա, դրանց պուրակը ծաղկե պսակա դնել տալի։ Ադրբեջանի համար կռվածների հիշատակը կհարգես ընկեր ջան։ Մենք տանում ենք Եղեռնի հուշարձան։ Այդ շատ կարևոր հոգեվիճակ է, որ ես բոլորին եմ ասել։ Սերժեն ծորոնքը նոր էի մտնում բանդե, Քոչյանի վախտով երեխա է շատ բան չեմ կա, բայց երբ որ մեծ կյանք էի մտնում, 1000 նամակ են գրել, Սփյուռքի նախարարը նախքին ողջ առողջա քանի անգամ ենք ասել, ինչի է մեզ մոտ մեռելածին։ Ինչի մեզ մոտ պետական այցը չի գնում Սարդարապատ։ Ինչի չի գնում պսակ դնում Մակրոնը, Մուկրոնը, Պուտինը, Սերժունը։ Գնա դնի պետության համար կռվածի, ոչ թե սպանվածի, որը մեծ հաշվով պետության համար չի։ Այդ շատ կարևոր բան է։ Այ մենք պիտի կարողանանք հասնել դրան, ոչ մի ձև չստորադասելով։ Բայց այդում ես նայում եմ ամեն անգամ այդ Ադրբեջան, այդ կայքերը նայում եմ, գնում է մեկը բան, տանում է անտե մի հատ լարի պսակը դիր, այս երկրի համար կռվածների համար գլուխը խոնարի, մենք տանում ենք ցեղասպանվածների, էլի հարգանքով, բայց Սարդարապատ պիտի տանեք, Եռաբլուր պիտի տանեք։ Հələ Եռաբլուրը Ղարաբաղի թեմայա մեջ է ավելի շատ, բայց Սարդարապատը Հայաստանի Հանրապետության մեծագույն սրբավայրն է։ Այդ մարդկանց հերոսամարտի արդյունքում է ծնվել մի երկիր, որը 800 տարի չի եղել եւ շատ ավելի հավանական է, որ չպիտի լիներ, քան եղավ։
Ոչ ոք չէր հավատում, որ Հայաստան կլինի, ոչ ոք։ Բայց եղավ, որովհետև հայեր միացեք, հայերը միացան, մի անգամ, մի քանի դարվա մեջ, դե ամեն անգամ դե տենց բան չի, մասկի շոու չի, րոպե մեկ միանան։ Մի անգամ եղավ։ Մի 8 դար, երևի, եթե 8 դար պետություն չենք ունեցել, ուրեմն 8 դարը մեկ մի հատ եղավ։ Երևի պետք է էլի 8 դար, որ լինի մյուսը։ Եթե ես լինեի որոշողը, իհարկե, Սարդարապետը, նախ Ռաֆայել Իսրայելյանի կոթողը այմար, դե ճարտարապետ էին, այն խեղմիկ բաներ չեն արել, էլի, Սևակին քանդակեցի, դարավ Սիլվա Կապուտիկյան, տենց բաներ չեն արել։ Ռաֆայել Իսրայելյանը նստեր պատմեր, որ ցուլա քանդակ է, բայց կով է եղել։ Տենց բան չեր անի, ախպեր ջան, չեր անի այդ մարդը, տենց բան, որովհետև Ռաֆայել Իսրայելյանն էր։ Կամ Արա Սարգսյանը, կամ այն ճարտարապետ ու քանդակակ, այն մարդիկ, ովքեր կերտել են։ Այսինքն ճարտարապետը նստի բացատրի, վայ, չէ, սա ուլ էր, բայց դարավ ցուլ։ Չի լինի։ 10 օրա բոլոր ալիքները Սևակին մազերը ասма տարակ կդրեցի։ Վարսավիրեք, ինչ եք, ախպեր ջան, միասեք, տենց բաներ միասեք։ Տարան նվիրին դպրոց, ծեծով ջարդով արցանը հետ տվին, տարավ դրա համար ամեն ինչ պիտի լինի գեղեցիկի մեջ, էլի։ Հիմա ընտրակաշարք, հարգելի բարեկամներ, ընտրակաշարք են արել, ինչ են արել, անուններ են հրապարակում, այս քնչականը ոչ լսել եմ, ոչ գիտեմ ովքեր են, այս ինչ անուններ ա, այս ինչ դեմքեր են, այ ես ձեր ցավը տանեմ։ Ապշահար եմ ուղակի, այստեղ մի քանի դրվագ կա, եմա կմիացնեմ, խնդրեմ, քնչականը հրապարակել է։ Չկա, ինչքան ու չկթող։ Սկի, գործի տոն։ Կամս դրկյա։ Հա։ Փողուն տան բայց։ Հա։ Դե կարևորը դա է թակի փող տան։ Հա։ Լավ բանը ես ինչ ասալում նա պիտի անում էլի, էտա։ Դու գիտեմ ես ինչ եմ ուզում։ Դե հա, возвращение блудного сына, а? Այո։ Հնարավոր է ելիտես բանը ինգի դամեր խոքս։ Մատերացրու էլ արդեն շանսերը շտանում ական կյամա։ Հայ մուկ պիտի խոսենք դե, խոնց պիտի անեք ասե, գիտամ։ Չէ, դուք պիտի պրոստու կյակ ներկայանակ ծապտակ։ Շամպանսկի պենչի պիրիպ տրեքցնե։ Ալա չէ, շամպանսկին տրեքցնան ու սեմսի 7-7-ը։ Տամազիլքինեն, հույսկայանի լավայնեն։ Լետի եշիմոտ։ Դե եշել եմ ձայն տլան։ Դեվեր ընտրվենք լոխինդանը։ Ասացը դուժե ինտերլեն է, պաշտոնիստին մեջ է բանակնոր։ Ես ինչ ասալ։ Լոխինդանը։ Քոարևդ կծեմ։ Դու օրիքը սե շանտանանա։ Դե պիտի ժողովորդնել հավատան էլի։ Դե հինգիդամ։ Բայց մի պենում մտածում, ասում կարող է բյուրդան մերը ծերենեք միանա։ Տեստան հնարավոր է, Կարող է, եթե կոալիցիայի հարցինի կարող է։ Դե ես տա կոզեմ, կոզեմ տհենչինի, օրիշ ձև տրան հնար է անելը։ Լոխինդանը ադր։ Պասպորտ փոխատվա։ Լոխ պատրաստ, ընկնտանյո քանդեր։ Շո, ուրեմն գրասենյակը Տերյանի 59-ը, 69-ը։ Բանում չէ տաորիշ կազմակերպություն, ալի քաղաքային ուժեղ Հայաստանը։ Հա, Տեղը։ Դա ինչա ախպեր, գուրտատ է մուրտատ է գայնում տեղտա։ Չէ, տա քաղաքական բանն է, պատրաստում են կընտրությունների։ Գործածը որ ազգելանք են վախտան է։ Դե հորայ էտերնալի պամի օրեր մեր օրը լիքյա։ Ինչա։ Գնական, ամայ պրազնի մելակիրական։ Հորայ մեր բալակադալ սրանա լավալա շանտղային։ Հայ դոգոս։ Ունցուս։ Մարտական լիցքավորված։ Ասմա հնգերություն ունիմ լավ, բարիկամություն ունիմ, ու իմ խոսքի սպասում են։ Պասլավա, օգտագործ էլի բրատես։ Հետ ալի, ասմա ես օզում դեր Արտուր ինտեսամ յատամ, գիմ չում հունց կապտիմ, ասմա ես չէ լամին իցունու նաղդա, մնացածը գիմ չում։ Չատա օզում չնո կապի, ասմա ու հագին, մինիմալնին իցուն հոքի, ու ասմա ուլի շատ։
Всё. լավ կուրուգոն էլի ասма խաչա էսենում Ամերիկա բացի իրան ընկերությունը իրան բարեկամությունը պենու լոստեղն լի Հա, ուզում ասեմ, ընդգրկվենք այդ շարքեմ հետագայում որ կարանք այդտեղ մի գործ մոտ ճարենք, լի գիտեմ, ինչ անեմ։ Հետագա գործի մասին մտածում եք, դուք մեզ ընտրեցիք։ Չաչարվեցիք, ընտրեցիք, համ գործն աններ, համ հողն աններ, համ տոնն աններ։ Ահա, անկերներ, մոտավորապես էսպես մի դրվագ լսեցինք։ Ինչ ասեմ, no comment, հա։ Մեկտաբանություն չունեմ, որովհետև ինչ հիմա մեկտաբանես դա կլինի դուք լսեցիք հայոց որ բարբարներ եթերում, դրա համար եթե որևէ բան ասեմ դա կլինի թիրախավորված, իսկ ես չեմ ուզում թիրախավորել, հակառակը ուզում եմ այնպես անել, որ մարդիկ հասկանան, թե ինչպես են դարձել խաղալիք որոշ մարդկանց ձեռքին, դե տասնամյակներ շարունակ, բայց Համայնքային ոստիկանության արտիքի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության գործողությունների իրականացնելիս նոր բան է բացահայտվել։ Ուրեմն Շիրակի մարզային վարչությունում այս ուրիշ դեպք է անկերներ, ուրեմն ապրիլի 23-ին պարզվել է, որ փոքր Մանթաժ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ նախնական պայմանավորվածությամբ ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կուսակցություններից մեկի կազմակերպած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռել է համագյուղացիներից առնվազն 12 հոգու, անչափահասների խոստանալով գումար, այս գործարքը իրականացնելու համար 39-ամյա տղամարդուն օժանդակել են նրա ընտանիքի անդամները, փոքր Մանթաժ գյուղի բնակիչ երկու տղամարդու ավտոմեքենաներով նրանք մեկնել են Երևան, մասնակցել են հանրահավաքի, վերադառնալիս 39-ամյա տղամարդը իրենց տան բակում չափահասներին վճարել է 10,000 դրամներ, իսկ անչափահասներին 5,000 դրամներ եւ խոստացել հետագայում նույնպես կլինեն դրամական աջակցություններ։ Դեպքին առնչվող 12 անձանցից ընդունվել են նույնաբովանդակ հաղորդումներ, որոնք փոխանցվել են նախաքննական մարմին։ Ընտանիքի 4 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով 39-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել են տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, նրա մոր եւ քրոջ նկատմամբ բարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, իսկ ընտանիքի անչափահաս անդամների նկատմամբ դաստիարակչական հսկողություն, նախաքննությունը շարունակվում է, կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Հիմա 1000 անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում պատկան մարմիններ։ Ժողովուրդ ջան, 39-ամյա անձնավորությունը տարել եք, կալանել եք, չգիտեմ ինչ եք արել, ախպեր ջան, անունը ասեք իմանանք, խանութից բուլկի եք գողանում բոլոր ալիքներով, բոլոր բլոգերով, Շամշյանով, ով ասես, այս բանը 10 ժամ նկարացույց կտան, ժողովուրդ ջան, 39-ամյա մորը, կնոջը, մնացածների անուններ ասեք։ Մեր հասարակությունը պետք է իմանա ինչեր է կատարվում, ովքեր են։ Ասենք Իվետային վարկաբեկել եք այդ խեղճ աշկան, ֆոտոշոփ եք արել, ճակատին դրել եք ադրբեջանական գերբը, իբր հրապարակում ադրբեջանի գերբով երգել է այդ խեղճ աղջիկը, ահա։ Ոչ դատաստան, ոչ իման, այդ խեղճ ինքնիլա գրում, ես դες բան չեմ արել, ինչքան կարելի է fake news-ը, էսա, այնա, դե ցույց տվեք, բայց այս ամենը փող կապակցված մի տարա։ Այս ամենը ինչ որ կա, այդ սաղ մի շղթայի գործոն է։ Ոնց կլինի, օքեյ, սրանց ցույց չենք տա, նրանց ցույց չենք տա, նրանց ցույց չենք տա, մինչև բան, հետո կլինի արդեն ուրիշ բաներ։ Նա Ամեն դեպքում համաշխարհային քաղաքականության համաժողով World Policy Conference միջոցառման շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը եւ նախագահի տեղակալը Վահան Կոստանյանը մասնակցել է Եվրոմիությունը որպես ռազմավարական գործընկեր հեռանկարների քննարկմանը։ Պանելային քննարկման մյուս մասնակիցների հետ եղել են Վրաստանի արտաքին գործերի նախարար
նախարարի տեղակալ Լաշա Դարսալյան, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, այստեղ անունները էական չի, մեկա չենք ճանաչում ՆԱՏՕ-ում, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Ղազախստանի դեսպանները։ Okay, լավ են արել։ Մենոնք ասում են, որ ներկայումս աշխարհում միակ երկիրը, որի հետ Եվրոմիությունը այս պահին քննարկում է վիզաների ազատականացման հարցը, դա ուշադրություն Հայաստանն է։ Ես իրոք հավատում եմ, որ բարեհաջող ընտրություններից հետո մի տարվա մեջ հավատում եմ, չեմ ասում ակսիոմա, բայց Հայաստանում իրոք ազատականացում կլինի եւ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող մարդը իրոք այս $30 տոմսերով կարող է գնալ Եվրոպա եւ վերադառնալ։ Ես ուզում եմ հավատալ, ես հավատում եմ դրան եւ դա ինչ որ առումով նաեւ փրկության բան է, որտեղ 1000 անգամ եթերում ասել եմ, գնալ գալով, համեմատելով, տեսնելով, զգալով է փոխվում հասարակությունը։ Չտեսածը չզգացա, որ ոյ, սենց էլ է հնարավոր, այսպես էլ են ապրում, ես որ գնացել ես ինչտեղ, այնտեղ սենց էր, այսպես փոխվում է հասարակությունը, թեպետ ոմանք հակադարձում են, ասում են Ռաֆայել ջան, ախր տենց ես ասում, բայց նայած ով ուր է գնում, ամեն մեկը չի գնում թանգարան, ամեն մեկը չի գնում ինչ որ դասական բաներ տեսնում եւ դրական ընդօրինակում։ Համաձայն եմ իհարկե, ոչ բոլորը, կասեմ ավելին, շատ քիչ տոկոս տա գնում, բայց պարտադիր չի թե թանգարանով չի միայն։ Քաղաքն են տեսնում, հերթ կանգնելն են տեսնում, օդանավակայանն են տեսնում, սպասարկման գներն են տեսնում։ Իտալիայի օրինակը բերեցի, Իտալիա գնում են Իտալիա, ասում իրոք ոնց է հնարավոր, որ Երևանը ավելի թանկ է, քան Իտալիայի Հռոմի օդանավակայանը։ Ոնց է տենց նա, ու սկսում է մտածել, որտեվ սենց են արել, այսպես են արել, ու այսպես շարունակ։ Չեն գնա 5000 դրամով որևէ մարդու միտիկին կանգնեն ծափ տան։ Չեն անի։ Մտածեք այս ուղղությամբ, հիմա մեր գործընկերների ծանուցումներն են, հարգելի բարեկամներ։ Շարունակում ենք մեր եթերը, հարգելի բարեկամներ, բարի օր, ուղիղ եթերում ենք եւ դեմդիմաց նախագիծն է, այսօր միայնակ եմ տաղավարում, ովքեր հետևում են մեր թողարկումներին, բարի օր։ Վերջին րոպեներն են հաղորդման եւ մինչ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել եմ մեր գործընկերներին, զանգ ունեմ, լսեմ ռադիոլսողին եւ աստիճանաբար գնանք դեպի ավարտ, ով է միացել, բարի օր։ Ալո, Բարև ձեզ, բարի օր։ ոնց է Ռաֆայել ջան։ Լավ, դուք ասեք։ Ով է միացել մեզ։ Լավ եմ, հետո լսում եմ, Արարատ անում ես։ Արարատ հաճելի է շատ, Լսում եմ, հաճելի է։ կարելի է մի քանի հաղորդում առաջ, ասիկն հապով միջով։ Դե եթե շատ դուրս չենք թեմայից։ Չէ, դուրս չեմ գալու թեմայից, գիտեք ինչ կա, հեսա իմ վախերը կամած բան անում։ Ես մի հատ կարևոր ինֆորմացիա եմ ուզում ասեմ։ Ապա։ Ոսկվայի այդ Կարապետյանների մոտիկ, ասեմ ասեմ։ Այս կաշառքները հենց սուտ բան է, մի հատ էսա փողոցային բաներ են անելու։ Կազմակերպված են տերերը, որ մշակում է։ Մեկ էլ պատրաստ հրլի կառավարությունը ամսի 7-8-ի արանքում։ Այսինքն այն անատամ քաղաքականությունը, որ կատարվում է այս օպոզիցիայի դեմ, այս ամողնաշատ իրաց բանը փայլածը, որ բռնում բաց են թողում, չեն դատում, ինչա թե փոքր երեխա ունի։ Իմ կարծիքով ոչ են գռնո կբերի, ուրիշ ինչ կբերի, այդ գռնո Ես մի հարց, այդ ինֆորմացիան ըստ ձեզ օրինակ, եթե դուք տիրապետում եք, ըստ ձեզ բանը իշխանությունը չի տիրապետում։ Ես չգիտեմ տիրապետում է, չէ չի տիրապետում, ախր գիտեք ինչ է կատարվում, եթե ես կողքից նայում ես ամենակեղտոտ բաները օգտագործվում է պետության դեմ։ Պետությունը ո՞նց է դա հանդուրժում։ Եթե ասենք նույնիսկ վստահ եք, որ 99%-ով վերցնելու եք զայները տալու է ժողովրդը,
դուք ոնց եք պետություն կոչվելով հանդուրժում այդ կարգի ասենք սուտը էլի այդ կարգի լկտությունը բարերս հազիվ եմ այդ է մարտաբերում թե չէ ժողովրդական բարերով ասեի դրանց Արա ջան, մի հարց կարելի է ձեզ մի հարց։ Գագիկ Սարուկյանը հաղորդում ատանի թե մի ժամանակ 18 թվին ասում էր որ կռիվ արնելու սուտ հաղորդում ես իր այդ հաղորդումները լսել եմ այսինքն ընդ ուր է հաղորդում 4 բառից է կազմված իր բառապաշարը որովհետեւ բան ասել են օրը Շարմազանովն ասում որ ես ասել եմ կանգնացրու 5-7-ով այդպես ստերը տարածում են ու էսի պետությունը լսում ու ցույց անում Նրանք արդեն զգում են, որ ամեն ինչը կարան ասեն, ամեն ինչը կարան անեն, նույն հիմա դուք ցույց եք տալիս Ղարաբաղցիների զապիսը, ի՞նչն է խանգարում դրանց վեկարել, ես вообще առաջարկում եմ քաղաքացիության տալը կանգնացնել հիմա, ստրոգը կանգնացնել, այդ մասային կանգնացնել, բոլորին, անկախ նրանից կողմը պետությանը դեմ են, նոր ընտրություններից հետո տալ, որովհետև մարդ կա հələ որ գիտի թե մարտի 1-ը չէ Հոկտեմբերի 27-ը Նիկոլայք են կազմակերպել։ Այդ կարգի մարդիկ կան այնտեղ, այդ ազդեցության տակ գտնվող։ Չի կարելի պես բան անել, պատրաստ թողնեն։ Պատկցնել է պետք է ինչա պետությունը կորցնում է, թե ինչա։ Երկու վիժված փողում են եկել է։ Ձեզ լսեցին։ Բարի։ 2000% որոշած օպերատորը որ վնասը պատասխան Քոչարյանը։ Ընկերներ, լավ, գիտեք, եթերում բռնության կոչերը արգելվում է։ Ձեզ ասեմ լավ օր հարգելիս, շնորհակալ եմ ամեն դեպքում զանգի համար, եկեք այստեղ ավարտենք զրույցը։ Հա։ Այսպես հարգելի բարեկամներ։ Չգիտեմ ոնց մեկնաբանեմ, ենթադրությունները թողնում եմ ձեզ հարգելիներս, ես իրավունք չունեմ այլ բան ասելու եթերում, դրա համար եկեք այստեղ ուղղակի լռեմ, քան ասեմ ոչինչ։ Հիմա որպես ամփոփում, որպես ավարտ, եկեք ամեն մեկս մտորենք այս դիրքորոշման շուրջ, ուր է տանելու այս իրավիճակը, ինչպես Ռազելոսովը ասեց, անատամ, արդյոք այս վստահությունը կարդարացվի, արդյոք ավելին ասեմ, խորհրդարանական ընդդիմությունը, որ հիմա մենք ունենք, դուք կարծում եք, եթե անգամ Փաշինյանը հավաքի անհրաժեշտ ձայները եւ վերընտրվի, դուք կարծում եք էական փոփոխություն ա լինելու խորհրդարանական ընդդիմությունը, որովհետեւ այն դեմքերը, այն ստերը, այն ամբարո բարքերը, որոնք կատարվում են մեր շուրջը, հիմա էլ է կատարվում։ Հիմա չի լինի Պողոս Պողոսյան, կլինի ուրիշ ես ինչյան, Անդուր Բայանդուրյան։ Ու էլի խորհրդարանի ընդդիմության նպատակը պիտի լինի ինչը, ամեն ձև վարկաբեկել, խախտել, հիմար հարցեր տալ, էլի ֆինանսավորել իրանց լրատվականները, էլի հիմար հարցերով, պրովոկացիաներով, խաբեություններով, նույն բանը։ Դրա համար պիտի քաղաքացին ընդդիմություն ձևավորի։ Կարողանա այնց անի, որ իրոք խաղացողները փոխվեն, ամբողջ դաշտում նոր խաղացողներ պիտի հայտնվեն։ Դե չէ նույնը, էսի չկա այնի ընդդիմությունը, էսի նույն ասում դեմքերը փոխվեն, գործառույթը մնա նույնը, չէ, Ժորժ ջան, չէ։ Ես մա եթերում ուրիշ անուններ, բառեր չեմ կարող ասել, նախընտրական շրջան է, բայց կարծում եմ հասկացող հասկացավ ես ինչ նկատի ունեմ։ Դուք մտածեք այս ուղղությամբ, ես երևի բազմակետ էստեղ դնեմ ձեր թույլտվությամբ, շարունակելու ակնկալիքով, երևի այսքանը, շնորհակալ եմ ևս մեկ անգամ բոլորից, որ մեզ հետ եք, մեր կողքին եք, ես թարմացնեմ լրահոսը, եթե հանկարծ որևէ նոր բան լինի կներկայացնեմ, եթե չէ, ապա